Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաեւ միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ Ներքին գործերի նախարարը կարևորել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Լիտվայի ու Լատվիայի հանրապետությունների իրականացմամբ կյանքի կոչված աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի եւ անվտանգության բարեփոխումներին ծրագիրը, որի շրջանակում ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 միլիոն եվրոն։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրի բաղադրիչների շրջանակում ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացված աշխատանքներին ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքներին։ Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության եւ արդյունավետ համագործակցության համար, շեշտելով թե իրավապահ ոլորտում, թե միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ոլորտում առկա փոխգործակցությունը։ Քննարկվել են նաև վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ավարտին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը եւ Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր հանձնակատար գեներալ Արունաս Պաուլաուսկասը ստորագրել են Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը։